Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանը 2025-ի ընթացքում արտահանել է 324,000 տոննա խոզի միս, ռուսական խոզի մսի։ Խոշորագույն ներմուծողներից չորրորդը Հայաստանն է, որն այս մթերքի ներկրումը 14% ավելացրել է 2024-ի համեմատ։ Այս վիճակագրության հետևում դատարկված խոզաբուծարաններ եւ սնանկացած ֆերմերներն են։ Հայաստանում էականորեն նվազել է խոզերի գլխաքանակը։ Կառավարությունը տարեսկզբին որոշել էր աջակցել տեղի արտադրողներին, սահմանափակել էր կենդանի խոզերի ներկրումը Ռուսաստանից 6 ամսով, բայց այդ ժամկետը չլրացած վերացվեց սահմանափակումը, պատճառը ռուբլու արժևորումներ։ Դա զգալիորեն նվազեցնում է տնտեսվարողների շահագրգռվածությունը կենդանի խոզերի ներկրման առումով։ Դրան զուգահեռ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600 գլխով, այդ թվում խոզամայրերինը շուրջ 1300-ով։ Արդյունքում միայն 2025 թվականի խոզի մսի արտադրությունը կնվազի գրեթե 1300 տոննայով։ Այդուհանդերձ ռուսական խոզի մսի ներկրումը շարունակում է լինել բավականին շահավետ բիզնես։ Տեղական ֆերմաներն հիվանդությունների հարվածներից զատ կանգնում են ներկրված մսի հետ մրցակցության խնդրի առաջ, մրցակցություն, որին միշտ տեղականը պարտված է դուրս գալիս։ Ռուսաստանում կերը բավականաչափ էժան է, պատկերացրեք ցորենը այնտեղ 10-12 ռուբլի է, մեր դրամի վերածած, որը 50-ից 55 դրամ է անում։ Եգիպտացորենը նորից բավականին ցածր գին ունի, արևածաղկի սերմը եւ գարին եւ մնացած մշակաբույսերը, հացատիկային մշակաբույսերը բավականին էժան են։ Բայց Ռուսաստանում միշտ էլ հացազգիները ավելի մատչելի են եղել, քան Հայաստանում։ Ծավալների ահռելի տարբերությունն իր դերը խաղում է։ Այդ դեպքում ի՞նչն է փոխվել վերջին տարիներին, ինչու է ռուսական խոզը գրավել հայկական շուկան։ Թարմիսը ավելի համեղ է, խորը սառեցված է համեմատ, եւ դրա շնորհիվ Հայաստանում բարձր գնով խոզի միսը իրացվելությունը տեղեր ունենում եւ այդպես շարունակում էր։ Վերջի տարիներին Ռուսաստանից սկսեցին ներմուծել նաեւ կենդանի խոզ, նաեւ ներմուծեցին պաղեցված միս, ոչ թե խորը սառեցված, ինչը համայն հատկանիշներով քիչ է զիջում տեղականի եւ շատ մարդիկ չեն էլ կարողանում տարբերակել։ Այստեղ դեր են խաղում նաեւ շուկայում ընդունված ավանդույթները։ Հայաստանում ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում նախընտրությունը տալիս են մինչեւ 40 կիլոգրամանոց խոզերին։ Խոզի միսը նախընտրում են 40 կիլանոց մաքուր խոզի միս, ինչը ֆերմերի համար տվյալ պարագայում, երբ որ հասնում է 40 կիլո, իր ինքնարժեքը բարձր է լինում։ Արտասահմանում խոզը 190-200 կիլոյի չափ են թողում հասնում, նոր են մորթում, ու այդ ժամանակ խոզի մսի ինքնարժեքը բավականին իջնում է։ Իսկ ինչ կարող է անել այս պահին կառավարությունը, որպեսզի խոզաբուծական մնացած ֆերմաները չսննկանան։ Մասնագետների կարծիքով անհրաժեշտ է նորից կենդանի խոզերի ներկրմանն առնչվող սահմանափակումներ կիրառել, բացի այդ սուբսիդավորել կենդանիների համար գնվող կերերը, մեր ֆերմերների համար իհարկե։ Սա պարենային անվտանգության խնդիր է։ Մի օր, երբ մսի ներկրումը թեկուզ կարճ ժամանակով դադարեցվի, խոզի մսի գինը խիստ կաճի, այն պարզ պատճառով, որ տեղական արտադրությունը գրեթե զրոյացած կլինի։ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում շարունակվում է ոսկու գնի բարձրացումը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտնել է, որ համաշխարհային շուկայում ոսկու գնի վրայական ազդեցություն ունեն բացասական սպասումները, հնարավոր պատերազմների, սանկցիաների վերաբերյալ։ Ներդրողները, խոշոր գումար ունեցողները զգուշանալով հնարավոր սանկցիաներից իրենց գումարները տեղափոխում են ոսկու ակտիվներ, որը ըստ իրենց ավելի քիչ ռիսկային է։ Իրավիճակն ավելի է սրվել ռուսական ակտիվների սառեցումից հետո, երբ Ռուսաստանի Դաշնությունը ձեռք բերեց 150 միլիարդ դոլարի չափով արևմտյան պարտատոմսեր, իսկ դրանք ներկայումս սառեցված են։ Մյուս գործոնը ըստ տնտեսագետի ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնց մեջ քանակությամբ ոսկի է օգտագործում եւ դա էլ իր պահանջարկն է ստեղծում շուկայում։ Ոսկու գնի բարձրացումը պատմական ռեկորդ է սահմանել նաեւ Հայաստանում։ 999 հարգի ոսկին 50,000 դրամի շեմն արդեն անցել է։ Ներքին գործերի նախարարությունը ակտիվ վերահսկողություն է իրականացնում ստանդարտին չհամապատասխանող աուդիո համակարգերով եւ խլացուցիչներով մեքենաների նկատմամբ։ Նոյեմբերին ստուգվել է 1706 ավտոմեքենա, որոնցից 277-ը հայտնաբերվել է որպես կանոնների խախտող։ Սարքավորումները առգրավվել են։ Աշխատանքները շարունակվում են, իրավախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ վարորդներին կոչ է արվում ինքնակամ հեռացնել ոչ ստանդարտ սարքավորումներով օրենքի խստագույն կիրառությունից խուսափելու համար։
Այս տարվա սեպտեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվականը կկազմել է 806,488 մարդ, այդ թվում 221,748-ը պետական եւ 584,740-ը ոչ պետական աշխատողներ են։ Նշենք, որ աշխատողների թվականակի 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3,8% աճ։ Տվյալները հայտնում է վիճակագրական կոմիտեն։ Թեստերի խախտումներ, անարդար գնահատում եւ կասկածելի մոտեցումներ ռուսերենի ավելի քան 200 ուսուցիչ դիմում բողոք է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին եւ վարչապետին, պահանջելով թեստերի վերանայում եւ արդար գնահատում։ Ուսուցիչների մտահոգությունները վերաբերում են ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքին եւ կազմակերպմանը, ինչը մեղմ ասած պատուհաս է դարձել նրանց գլխին։ Ասում են, բովանդակությունն էականորեն չի համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին եւ սահմանված չափորոշիչներին։ Թեստերից բացակայել են տեսական իսկի նկետից բաղկացած պնդումների փնջում հստակեցված չէր, քանի ճիշտ պատասխան ունի պնդումը, ինչն ըստ էության շփոթմունք է առաջացրել մանկավարժների մոտ։ Ռուսաց լեզվի մեջ նշված չի եղել, որ 9-ից 3-ն են ճիշտ։ Պարզվում է, վերջում այդպես է եղել բոլոր առարկաները, սակայն ի տարբերություն բոլոր առարկաների ռուսաց լեզվի թեստում նշված չէր այդ փաստը։ Համարակալված չէին, այնտեղ փոքրիկ խնդիրներ կային, տպագրական, ուղղագրական եւ այլն, մենք այդ դիտարկումները նույնպես արել ենք, կարծես հատուկ ուզեցել էին խճճել ուսուցիչներին ժամանակի առումով, չհամարակալելու առումով։ Այս տարվա թեստերը անակնկալի են բերել նաեւ պատմություն առարկայից կամավոր ատեստավորմանը մասնակցած բազմաթիվ ուսուցիչների։ Նրանցից գրեթե 1000-ը չեն հաղթահարել անցողիկ 60 միավորի շեմը։ Նույն իրավիճակին են բախվել նաև քիմիա եւ հասարակագիտություն դասավանդող ուսուցիչները։ Վստահեցնում են, ոչ մի գիտելիք պահանջող հարց թեստերում չի եղել։ Կրթական գերատեսչությունից հետաքրքրվեցինք, արդյոք համարժեք լուծում կտրվի ուսուցիչների բարձրաձայնած խնդրին։ Պատասխանեցին, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա նախարարությունը հավաքագրում է ուսուցիչների բարձրաձայնած հարցադրումները։ Խնդիրները ինչպես տարբեր առարկաների, այնպես էլ ընդհանուր ընթացակարգի հետ կապված, որոնք հետագայում վերլուծում են եւ բարելավում գործընթացը։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է, նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է ներկայացված յուրաքանչյուր բողոք եւ անհատապես պատասխանում է մասնակցին։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից էլ վստահեցնում են, բոլոր թեստերը կազմվել են բացառապես դպրոցական ծրագրի շրջանակում, ուստի դրանք բարդ կոչել խելամիտ չէ։ Բացի այդ, ԳԹԿ-ն որևէ դիմում չի ստացել այն մասին, թե այս կամ այն առաջադրանքը դպրոցական ծրագրում չկա։ Բողոքարկման ժամկետների ընթացքում ստացված դիմում բողոքների ուսումնասիրությամբ որևէ բովանդակային խախտում չի հայտնաբերվել ռուսերենի եւ պատմության թեստերում։ Մեկ առաջադրանք վերանայվել է հասարակագիտության թեստերում եւ այդ առաջադրանքը կատարած ատեստավորվող ուսուցիչների քննական միավորը փոխվել է։ Նույնիսկ մեկ բողոքի դեպքում, երբ դա ըստ էության բողոք է, անպայման բողոքարկման հանձնաժողովը անդրադառնում է դրան։ ԳԹԿ ներկայացուցիչը լակոնիկ է ձևակերպում, եթե ուսուցիչը տիրապետում է իր դասավանդած առարկային, նա պիտի կարողանա գրել թեստը։ Կրկին ընդունվիր բուհ, կրկին վճարիր ուսմանդ համար, որ կարողանաս պետական աշխատանք գտնել։ Ոչ պետական բուհեր ավարտածների ճակատագիրը այս սցենարով է շարադրել կրթության նախարարությունը։ Մինչև 2003 թվականը չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին նախարարությունն առաջարկում է շարունակել ուսումը բակալավրիատում, հեռակա վճարովի եւ վերջապես ստանալ պետական նմուշի դիպլոմ։ Իսկ ինչու պիտի մարդիկ կրկին սեփական միջոցները ներդնեն վաղուց արդեն ձևական դարձած բուհական կրթության մեջ, հարցնում են փորձագետները։ Պետական սեկտորում ոչ մրցակցային է աշխատավարձերը ու չեմ կարծում, որ մոտիվացիա կունենան տվյալ կատեգորիայի շրջանավարտները գնան եւ շարունակեն իրենց կրթությունը պետական բուհերում։ Դրան զուգահեռ Հայաստանում կա տենդենս դասընթացային կենտրոնների մասով, որոնք ավելի քիչ գումարով մասնագիտություններ են պատրաստում, որոնց շրջանավարտները կարողանում են ավելի ճկուն ձևով մասնավոր սեկտորում անավանդ գտնեն բարձրաթվով աշխատավարձ։ Իսկ ինչ անեն մարդիկ, ովքեր 40 անց են արդեն, որոնց ատեստավորման հնարավորություն չի տրվում, ինչպես տարիներ առաջ, իսկ համալսարան ընդունվելու, նորից սովորելու, ավարտելու ժամանակ չկա, պետք է աշխատեն ու ընտանիք պահեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մնում են օդում կախված։ Պետությունը մեկ անգամ արդեն այդ բուհերի շրջանավարտներին իրավունք է տվել ստանալ պետական նմուշի դիպլոմ մինչև 2016-17 ուսումնական տարվա ավարտը, հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ։ Միևնույն ժամանակ, սակայն հազարավոր քաղաքացիներ անտեղյակության պատճառով չեն մասնակցել այդ քննությանն ու բաց են թողել իրենց
իրենց միակ հնարավորությունը։ Վատ է, որ այդ դիպլոմով նրանք չեն կարողանում որ իրենց կրթությունը մագիստրատուրայում շարունակել, ինչ որ նրանք ձեռք էին բերել, եւ դրա համար նրանք պիտի գնան բակալավրիատից սկսեն, ցավոք սրտի։ Եվ դա նրանց համար լրացուցիչ ոչ միայն հոգեբանական դժվարություններ է առաջացնում, այլ նաեւ ֆինանսական, եւ շատերը պատրաստ չեն լինի իհարկե։ Պլյուս դրանց տարիքը շատ բանի մասին է խոսում, շատերը մտածում են ես ու իմ երեխան իրար հետ պիտի սովորեն։ Ոլորտի փորձագետները համակարծիք չեն նախարարության այն դիտարկման հետ, թե այդ տարիների կրթության չափանիշները չեն համապատասխանում ներկայիս կրթության չափանիշներին։ Հիշեցնում են պետական բուհի դասախոսը դաս է տվել նաև մասնավոր բուհում։ Եթե մարդը պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել, մեկն էլ մասնավոր, նրանց գիտելիքները այդ պահի դրությամբ որևէ էական տարբերություն չէր կարող ունենալ, որովհետև այն մարդիկ, որոնք դասավանդում էին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, նույն ծրագրով, նույն առարկաները, նույն հերթականությամբ դասավանդում էին նաև ոչ պետական մասնավոր համալսարաններում։ Փորձագետներն ասում են նախարարությունը այս կերպ փորձում է լրացնել բուհերի ակնհայտ թափուր տեղերը, ինչն ի դեպ էական ազդեցություն չի ունենա։ Հորդորում են նաև վերանայել բուհական կրթության որակը, ինչից հետո միայն կարևորել պետական նմուշի դիպլոմը։ 11-ից 13-րդ դարերում կառուցված Կեչարիսի վանական համալիրում բարեկարգման աշխատանքների եւ դրանց շրջանակում իրականացվող պեղումների ընթացքում բացվել է վաղ միջնադարյան եկեղեցի։ Պեղումները բացահայտել են ոչ միայն վաղագույն եկեղեցու հիմնապատեր, այլ մի շարք կցակառույցներ, որոնք լրացուցիչ տեղեկություններ են տալիս վանական համալիրի պատմական ծավալի եւ զարգացումների մասին։ Պեղումները շարունակվում են եւ մասնագետները չեն բացառում, որ առաջիկայում հնարավոր են նոր կարևոր բացահայտումներ։ Մահվան ելքով վրա էր թե տեղի ունեցել Արմավիրում 52-ամյա Արթուրը Մերսեդեսով Երևան-Արմավիր ճանապարհին Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում վրայերթի ենթարկել 86-ամյա Ռաֆիկին, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վաղաշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է նույն բժշկական կենտրոն։ Վարորդը նույնպես շտապօգնության հետ մեկնել է հիվանդանոց, որից հետո վերադարձել է դեպքի վայր, սակայն վրայերթի ենթարկվածն ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի բարեկները։ Դեկտեմբերի 2-ին Իսակովի պողոտայում բախվել են 32-ամյա Սուրենի Մերսեդեսը ու 29-ամյա Արմանի Մերսեդեսը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Իմ տեղեկություններով երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձականության, եղել են սթափ։ Դեկտեմբերի 1-ին Հյուսիս-հարավ ճանապարհի հարավ-արևմտյան թաղամասից դեպի Ձիաշավարան տանող հատվածում բախվել են Տոյոտան ու Մերսեդեսը։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Տոյոտան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, բախվելով հողաթմբին։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարծարայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Բարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ փրկարարներն օցանքազրկել են ավտոմեքենաները, հակել նշված ավտոմեքենայի գազապալոնը, Նոյեմբերի 30-ին Երևան-Սևան ճանապարհին բախվել են ջիպն ու օպելը։ Վերջինը կողաշրջվել է բախվել ծառին, իսկ ջիպը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Բախման հետևանքով ճանապարհին տեղադրված երկաթե պատնեշներից մեկը շպրտվել է, վնասել այդ պահին անցնող օպելը։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորների վիճակն են ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են միջին ծանրության Եվ կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Արգինա գյուղ տանող ճանապարհ ամբողջությամբ ասֆալտվում է։ Առաջիկա օրերին այն կհանձնվի շահագործման։